Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է։ Ինքնաթիռից իջնելուց հետո առաջին վայրը, որ գնում եք։ Առաջին վայրը տուն եմ գնում։ Ես եմ ընտրել դիվանագիտական ծառայությունը, ես եմ ընտրել իմ պետության համար ծառայելը, օբյեկտիվորեն երևի ամենաբարդը դիվանագետի կնոջ վիճակն է։ Ընդհանուր հպատոսության թե քաղաքական, թե տնտեսական, սոցիալ-մշակութային գործունեության հիմնական առանցքային թիրախը որն է։ Ես ոչ մի բանով չեմ զգում, որ ես Հայաստանից դուրս եմ այդ առումով։ Մեր հայրենակիցները ամենից հաճախ ինչ հարցերով են գալիս եւ դիմում ձեզ։ Իրենց շատ հաճելի է իմանալ, որ կա միտեղ համայնքում մի շենք, մի միավոր, որը իրենց կընդունի, կնստի, կլսի։ Ողջույն, առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Օվկիանոսից այն կողմ հաղորդաշարը։ Մենք այս պահին գտնվում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ շարունակում ենք հանդիպել մեր այն հայրենակիցներին, որոնք անկախ տարածության, ժամանակի եւ անցած ճանապարհի շարունակում են պահպանել իրենց հայությունը։ Այսօր Օվկիանոսից այն կողմում Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանն է։ Ողջույն, պարոն Իսրայելյան։ Բարև ձեզ։ Անչափ շնորհակալ ենք հարցազրույցի հրավերն ընդունելու եւ մեզ հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ սիրով։ Մեր առաջին ավանդական հարցը։ Տան զգացողությունը որտեղ եք ունենում Հայաստանում, այստեղ հիմա Միացյալ Նահանգներում, թե կա այլ գուցե մեկ այլ երրորդ կետ։ Չէ, տան զգացողությունը միանշանակ Հայաստանում է։ Ուղղակի մեր գործի վերումով հաճախակի եւ երկարաժամկետ գործողումների պատճառով ստիպված ենք լինում տարբեր երկրներում ժամանակավոր տներ ստեղծել, բայց տունը ավանդական իմաստով, որը բոլորս պատկերացնում ենք, շարունակում է մնալ եւ կլինի միայն Հայաստանը։ Երբ եք վերջին անգամ եղել Հայաստանում եւ որն էր պատճառը։ Վերջին անգամ եղել եմ այս տարվա օգոստոսի վերջին։ Պատճառն էր Հայաստանում, Երևանում տեղի ունեցավ օտար երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարների եւ ԱԳՆ ղեկավար կազմի ավանդական հանդիպումը մի քանի օր, դա էր առիթ եւ պատճառը, որ գնացի Երևան վերադարձա։ Իսկ այցերը սովորաբար լինում են աշխատանքային նպատակով։ Գիտեք, այցերը որպես կանոն այո, մի քիչ այստեղ տարբերություն կա դիվանագիտական ներկայացության ղեկավարի ամենօրյա եւ հիմնական պարտավորություններից, որովհետև հաճախ երբ որ խոսքը գնում է մայրաքաղաքում հավատարմագրված դեսպանների մասին, նրանք Հայաստան այցելում են նաև, եթե տվյալ երկրից կա բարձրաստիճան պաշտոնյա, որպես կանոն մեր դեսպանը ուղեկցում է նաև այդ պաշտոնյային Հայաստան։ Մեր պարագայում, քանի որ խոսքը մայրաքաղաքի մասին չի, այդ հատվածը որպես այդպեսին այնքան էլ չի աշխատում, բայց հիմնականում այո։ Եվ եթե ժամանակը ներում է նաև արձակուրդային հնարավորության դեպքում նախընտրում ենք այցելել տուն։ Իսկ առաջին անգամ երբ ու ինչ առիթով եք եկել Ամերիկա։ Միացյալ Նահանգներում առաջին անգամ եղել եմ 2005 թվականին, այդ ժամանակ արտաքին գործերի նախարարությունից երկամսյա անվտանգային դասընթացների էի մասնակցում Garmisch-Partenkirchen քաղաքում Գերմանիայի եւ ծրագրի մի մաս կոչվում էր Field Trip այցեր Վաշինգտոն եւ այցելեցինք Վաշինգտոնում տեղակայված համարյա բոլոր պետական կառույցները, դա ոչ պաշտոնական, այսպես ասած, բայց դրանից հետո առիթ ունեցել եմ այստեղ նաև մյուս ափում աշխատել Վաշինգտոնում, 4 տարի համարը աշխատել եմ մեր դեսպանությունում եւ սա սկզբունքորեն երրորդ անգամն է, որ գալիս եմ նորից երկարաժամկետ։
Եթե ինքնաթիռը վայրէջք կկատարի Հայաստանում եւ դա չլինի արարողակարգային դիմավորումը ու չլինի բոլոր կանոններին համապատասխան, ինքնաթիռից իջնելուց հետո առաջին վայրը, որ գնում եք, որտեղ է եւ ում եք հանդիպում առաջինը։ Առաջին վայրը տուն եմ գնում։ Անկամ եթե անմիջապես որևէ հանդիպում կա, պարտադիր գնում եմ տուն, նոր հետո շարունակում եմ հանդիպումներին։ Ես ավանդապաշտ եմ իմ էությամբ, հանդիպում ընտանիքիս։ Բայց որպես կանոն նախընտրում եմ, որ եթե անգամ ինչ-որ մեկը պետք է դիմավորի, ընկերներս եմ ուզում գան, որտեղ իրենց եմ շատ կարոտացնում, բայց միասին գնում ենք հետո տուն։ Չեմ սիրում ինձ ոչ որ ճանապարհում են, ոչ դիմավորում են ընտանիքիս անդամները, դա հավելյալ ինչ-որ Էմոցիոնալ։ այնպես որ նախընտրում եմ այդպես։ Դուք բավական լավ ծանոթ եք եւ այստեղի Ամերիկայի իրականությանը եւ Հայաստանի ապրելակերպին։ Ըստ էս մարդիկ ինչու են գալիս Ամերիկա եւ ի՞նչ ակնկալիքներով ու արդյոք դրանք արդարանում են։ Գիտեք, Ամերիկան մի քիչ տարբեր ընկալումների տեղի կարող է տալ, այսինքն Ամերիկայի եւ Վաշինգտոնը, Ամերիկայի Նյու Յորքը, Ամերիկայի Լոս Անջելեսը, այսինքն ընդհանուր պատճառ գտնել այդ բոլոր աշխարհագրական տեղանքների, ինչպես նաև դրանք մշակութային առումով են տարբեր, թեև նույն ամերիկյան ֆենոմենի մեջ են, բայց տարբեր սկսած ճարտարապետությունից, վերջացած կլիմայական պայմաններով շատ տարբեր են։ Կալիֆոռնիան որպես այս պահին իմ բնակության վայր բազմաթիվ ձգող տարրեր ունի ըստ իս, որը կարող է ձգել ոչ միայն հայերին եւ կարող է դա արդեն մի քիչ շաբլոն է հնչում, բայց առաջինը հենց կլիմայական պայմաններն է, որովհետեւ սա երևի ես մոտ մի տարուց ավել է այստեղ եմ, համարյա անընդհատ արև կա։ Եվ մեր աշխարհագրական միջավայրի սերողները միջավայրից, որոնք սովոր են արևային կլիմային, իրենց անմիջապես այստեղ ոնց որ զգում են ինչպես իրենց տանը եւ դրան կարելի է գումարել նաեւ մի շարք հանգամանքներ, մասնավորապես օրինակ օրենքների հստակ կիրառումը եւ իրավահավասարությունը, որ բավականին այսպես գրավիչ կարող է հանդիսանալ, իսկ հայերի հետ կապված, եթե ժամանակին սփյուռքահայերի առաջին հոսքերը նախքան անգամ ցեղասպանությանը այստեղ առևտրականներ են եղել, որոնք 19-րդ դարի սկզբներին են հիմնավորվել, հետագա մեծ ալիքը ցեղասպանությունից հետո էր, ավելի ուշ ընտրությունը այս տեղերի կարծում եմ պայմանավորված առաջին հերթին նրա հայկականությամբ։ Այսինքն մարդիկ ձգտում են արդեն գնալ այնտեղ, որտեղ կա հայկական ստվար զանգված, որտեղ իրենք կարող են առաջին օրվանից ինչու՞ չէ, նաև օգնություն ստանալ, խոսքը միայն մատերիալական իմաց, ինչ այլև բարոյական, լեզվի խնդիր չեն ունենում առաջին օրերին, այսինքն իրենց միշտ այստեղ դիմավորող, ընդունող, օգնող կա։ Տարբեր շերտեր կան, օրինակ Կալիֆոռնիայի ավելի հյուսիսային մասում, որտեղ այսպես կոչված սիլիկոնյան հովիտն է, նա ուրիշ գրավչություն ունի, այնտեղ ավելի շատ գալիս են մարդիկ, ովքեր իրենց ստեղծագործական եւ նաեւ գիտական ինչ-որ ծրագրերի իրականացում են ակնկալում եւ տեսնում եւ հաճախ այդպես էլ լինում է այն ապը ուրիշ մոտեցումներն բայց ամեն դեպքում Ամերիկան իսկապես բացի ֆիլմերից եւ գրականությունից որ մենք միշտ լսում ենք իսկապես հնարավորությունների երկիր է եւ բայց այդպիսի երկիր ցանկացած երկիր կարող է լինել եթե մարդը հակված է աշխատելու աշխատասիրության եւ ինչ որ բան ստեղծելու Բայց առաջարկում եմ հիմա գնանք հետ մի փոքր գնանք Հայաստան Ես ծնվել եմ Երևանում ինձ համարում եմ բնիկ երևանցի առանց որևէ ավելորդ ինչ-որ բաների, բայց ես այդ հարցին շատ ուշադիր եմ եւ ինձ համար երևանցի լինելը որոշակի միմյանց կապող ինչ-որ բան է այդ նույն մտածելակերպ ունեցող մարդկանց մանկությունս հրաշալի է անցել Դեմերճան փողոցի վրա եմ ապրել կոմպոզիտորների տան դիմացի շենքում եւ շատ լավ բակ ունեինք, շատ լավ բակային կյանք եմ ունեցել ի տարբերություն իմ երեխաների սերնդի, որոնք այդ նույն բակում համարյա բակ չէին դուրս գալիս, դա ուրիշ խնդիր է հաշվի առնելով ներկայիս այսպես տեխնոլոգիական հավելումները, որ մեր ժամանակ չկար, երբ որ մենք էինք երեխա, մենք մեր ամբողջ էներգիան վատնում ենք բակում խաղալով ֆուտբոլ, հոկեյ, մենք աղկվոցի ենք, ասում պահմտոցի։ Դպրոց գնացել եմ 114 դպրոցը անգլիական թեկումով եւ դա էլ մի ուրիշ հպարտության առարկա է ինձ համար, որտեղ ես դա միջև հիմա համարում եմ գոնե մեր տարիներին լավագույն դպրոցներից մեկը Երևանի։
Այնտեղ նաև անգլերենի հիմքը ճիշտ դրվեց ինձ համար, ինչպես նաև այդ շրջանում սովորող ստերեոտիպին բոլոր իմ հասակակիցների, եւ հետո էլ արդեն սովորել եմ համալսարանում, արևելագիտության ֆակուլտետում եւ ավարտելուց սկզբունքորեն անմիջապես հետո միացել եմ արտգործ նախարարությանը։ Բայց սովորել եք եւ բակալավր եւ մագիստրոսի կոչում եք Մեր ստացել։ ժամանակ դեռ մի ընդհանուր էր։ Մենք վերջին սերունդն ենք, որը 5 տարում ավարտեց, ստանալով նույն կրթություն, ինձ որ հաջորդ տարի ստացավ մագիստրատուրան ավարտածը։ Այսինքն ես սովորել եմ 5 տարի պետական համալսարանում, հետո 3 տարի ասպիրանտուրա, որից հետո պաշտպանել եմ գիտությունների տեխնացուի գիտական աստիճան իրանագիտության բնագավառում եւ մի պահակի կրթության պահ այսպես ամբողջացնելու համար նաեւ Միացյալ Թագավորությունում աշխատելու տարիներին կարողացել եմ 1 տարով նաեւ մագիստրոսի կոչում ստանալ հենց դիվանագետի մասնագիտացմամբ, այսպես ասած։ Եվ երբ ուսումնասիրում էինք ձեր աշխատանքային գործունեությունը, ասել բուրըն կնշանակի ոչինչ չասել, որովհետև դուք անդադար կարծես նոր փորձություններ եք աշխատանքային հաղթահարել, ինչպես էին այդ դռները բացվում, նոր պատնեշներով, թե նոր փորձություններով ձեզ համար եւ ինչպես եք որոշում հաղթահարել նաեւ դրանք։ Գիտեք, ես հասկանում եմ հարցի իմաստը, ես դրանք փորձություն այնքան էլ չէի համարի, այսինքն քանի որ ես ինքս անցել եմ դրա մեջով, միգուցե կողքից նայելուց, այո, այն տարբեր երկրներ, ոլորտներ, որոնք մեկը մյուսին հաջորդել են, իսկապես փորձության նման են եղել։ Երևի առաջին փորձությունը իմ առաջին երկարաժամկետ գործողումն էր Իրանի Իսլամական Հանրապետություն 2002 թվականին։ Միակն էր, որտեղ ես դեռ ընտանիք չունեի, այսինքն միայն մենակ էի այնտեղ։ Ուղղակի ինձ շատ հետաքրքրում էր այդ գործողումը, քանի որ մասնագիտությամբ իրանագետ էի եւ այն խոչընդոտներ կամ բարդություններ, որոնք տարածված կարող են լինել Իրանում ապրելու հետ կապված, այսինքն հաշվի առնելով, որ հասարակությունը միգուցե մի քիչ փակ է, այսինքն այն չգիտեմ բարեր, բանի վայրեր, զվարճանքի ավելի սահմանափակ են, դրանք ինձ երբեք չեն անհանգստացրել, որովհետև ես այդ մշակույթի սիրահարն եմ եղել, այսպես ասած, իրենց մշակույթն եմ սովորել, լեզուն գիտեի ու ինձ շատ հեշտ էր այնտեղ ապրել։ Բայց այդ առումով մենակությունն էր, որ ես հիմա արդեն 47 տարեկան եմ եւ զգում եմ, որ երևի ամենաբարդ խնդիրներից մեկը ինձ համար կյանքում, ոչ թե ինձ համար, այլ անգամ տեսական առումով դա մենակ լինելն է։ Իսկ ես չեմ սիրում մենակ լինել։ Ես ունում միշտ հետս մարդ լինի, տանը շունչ լինի, դուրսը մարդ լինի, եւ գիտեք, հետաքրքրական այն էր, որ միջև Իրան գործուղվելը աշխատում է Ամերիկայի վարչությունում։ Իմ առաջին վարչությունը մի արտգործնախարարությունում եղել է հենց ԱՄՆ եւ Կանադայի բաժնում։ Եվ դրան զուգահեռ ազգանունս էլ իսրայելյան է։ Եվ երբ որ ինձ գործուղեցին Թեհրան, այնտեղ շատ ընկերական հարաբերություններ ունենք իրենց արտգործնախարարության մեր երկրներով զբաղվող դիվանագետների հետ, գործընկերային, եւ միշտ զարմանում էին, ասում են հետաքրքիր է, քո ազգանունը իսրայելյան է եւ դու եկել ես Ամերիկայի բաժնից։ Ինչ ես անում մեր երկրում դու, էլի, այսինքն դրանից հետո այո, ինձ հաջորդ փուլը ես, որը նույնպես շատ կարևորում եմ ինձ համար, իմ աշխատանքային կայացման համար, քաղաքական ծրագրավորման վարչություն ունենք ԱԳՆ-ում եւ դա 2004-ից 6 թվականներն էին, բավականին այսպես լուրջ մարտահրավերներ էինք ինքներս մեր առաջ դրել եւ ուզում էինք այն ժամանակ հաճախ հնչող հարցերին, մասնավորապես ուղղված մեր այն պաշտոնյաներին, որոնք գտնվում են այս կամ այն առիթով արտասահմանում, կապված Ղարաբաղյան շարժման հետ, օրինական լեգալ, այսպես ասած, հիմքերի հետ եւ որպեսզի կարողանային մեր պաշտոնյաները ճիշտ արձագանքեին, այդ ժամանակ մենք բավականին լուրջ այսպես հարց ու պատասխանի մի որոշակի բան ամբողջ վարչությունով եւ իհարկե բարձր ղեկավարության հովանու տակ, դա էլ էին շատ հետաքրքիր տարիներ։ Դրանից հետո ես գործուղեցի Միացյալ Թագավորություն, այնտեղ գործս ավելի հյուպատոսական բնույթի էր եւ ես ունեմ խորին համոզում, եթե դիվանագետը ուզում է լինել ամբողջական եւ պետք է անպայման բացի քաղաքական
հարցերով զբաղվելուց նաև լուրջ փորձառություն հյուպատոսական հարցերի մեջ ունենա, հենց զուտ քաղաքացիների հետ շփման, այդ ամբողջ այդ լեգալ այդ օրինական օրենսդրական այդ ամբողջ ճակատը, որը ենթադրում է մեր քաղաքացիներին լիազորագրելի տրամադրում, անձնագրերի երկարացում, դա որոշակի ունակությունները թրծում, որ դիվանագետը կարող է այդ գործով չզբաղել եւ այդպես էլ երբեք չունենալ, այնպես որ այդ շրջանն եմ շատ կարեւորում։ Դրանից հետո նորից Երևան, Եվրամիության հարցերով է զբաղվում, դրանից հետո Միացյալ Նահանգներ, արդեն Վաշինգտոն, նույնպես իմ ամենա այսպես տպավորիչ եւ որոշակի առումով աշխատանքային աճ ապահովող եւ հնարավորություն ստեղծած գործողումներից մեկն էր Վաշինգտոնը հիանալի տեղ է աշխատելու համար ցանկացած երկրի դիվանագետի մեր պարագայում էլ այո քանի որ ինքը աշխարհի ամենամեծ երկրներից հզոր երկրներից եւ որոշում կայացնող երկրներից մեկի մայրաքաղաքն է դու անկախ քեզնից հայտնվում ես այդ համակարգի մեջ եւ վերջին իմ երկարաժամկետ գործողումը Բրյուսելում էր այնտեղ արդեն Եվրամիությունում փոխդեսպանն է Հայաստանի որը իսկապես դա ուղղակի համընկավ համավարակի տարիներին մի քիչ կաշկանդված էինք երևի բոլորս ամբողջ աշխարհում բայց դա նաև այո շատ լուրջ դերակատարում ունեցավ այդ գործողումը ինձ համար իմ հետագա ընթացքի համար իմ կարիերայի ենթադրում եմ շատ ուսուցողական էր ամեն ինչ։ Առաջարկում եմ աշխատանքային ոլորտից մի փոքր տեղափոխվենք անձնական դաշտ, մասնավորապես տուն, որովհետև նշեցիք, որ ժամանակավոր տներ ենք ստեղծում ամբողջ աշխարհում աշխատանքի բերումով, եւ առաջին մեծ գործողումից հետո ձեզ միացավ նաև ձեր կինը, եւ հետագայում միացան նաև ձեր երկու երեխաները, Թենի եւ Վահեն։ Ինչպես եք կարողանում աշխատանքը եւ ընտանիքը համատեղել եւ կարողանում եք արդյոք այսքան ճամփորդելու, տարբեր ժամանակավոր տներ ստեղծելու եւ այդ մշակույթների հետ հարմարված ապրելու ընթացքում միևնույն է պահպանել հայկական ավանդական ընտանիքի մոդելը ձեր տանը։ Շատ կարևոր հարց է, շնորհակալ եմ։ Այո, ճիշտ եք, ես առաջին գործողումից հետո վերադարձա եւ կազմեցի ստեղծեցի իմ ընտանիքը եւ այդուհետ կինս միշտ ինձ հետ է եղել, հետո իսկապես միացել են մեր երեխաները 2007-ին աղջիկս ծնվեց, 2013-ին տղաս եւ դրանից հետո մենք միշտ միասին ենք ճանապարհորդել, այսինքն մի քանի ամիս կարող է տարբերությամբ սպես բիզնես եմ գնացել, հասկանանք տուն տեղ ամեն ինչ այսպես ասած որ մի անգամից չգանք, հետո միացել է միշտ ընտանիքս եւ միջև վերջ միասին ենք եղել։ Գիտեք, օբյեկտիվորեն երևի ամենաբարդը դիվանագետի կնոջ վիճակն է, կարգավիճակն է, մանավանդ եթե խոսքը գնում է կնոջ մասին, որը աշխատում է, ինքը ինձ հետ հավասար աշխատել է, միշտ եղել է պետական համակարգի մաս եւ իմ ամեն գործողումից առաջ ես ստիպված իրեն խնդրել եմ, ինքը գործից դուրս է եկել, ուղղակի մենք ունենք օրենքում մեր դիվանագիտական ծառայության կետ, որ պետական պաշտոնյաների պետական ծառայության դեպքում, եթե ամուսնու դիվանագիտական գործուղման պատճառով դուրս է գալիս, վերադառնալիս իրեն ապահովում են աշխատանքով, մոտավորապես նույն մակարդակի, միգուցե հենց նույնը չի, բայց վստահ չեմ կոնկրետ օրենքը ինչպես է դա ձևակերպում, բայց այդ առումով գոնե ինչ-որ բան ունենք, բայց ամեն դեպքում հաշվի առնելով, որ կինը ինքը ունի նաև իր ծնողները ունի իր շրջապատը եւ այդ ամեն ինչը միանգամից կտրել ու տեղափոխել այլ երկիր, ընդ որում երկրների մեծ մասի դեպքում մեր այսինքն դիվանագետի կինը կամ ամուսինը աշխատելու իրավունք չի ունենում։ Օրինակ Միացյալ Նահանգները բացառություններից մեկն է, որը տալիս է այդ հնարավորությունը։ Բայց երկրներ կան, որոնք չի ստացվում աշխատելու իրավունք եւ դա որոշ դեպքերում բարդությունների տեղիք է տալիս։ Երեխաների պարագայում գիտեք, իրենց համար էլ դա փոքր տարիքում իրենք չեն էլ զգում մեծ հաշվով որտեղ իրենց հայրն ու մայրն են, այնտեղ իրենց զգում են իրենց նորմալ միջավայրում, բայց երբ որ արդեն մեծանում են, նրանք էլ իրենց շրջապատն են ձեռք բերում, դպրոցական ընկերներ, ընկերուհիներ, շատ դժվար է լինում իրենց ասել, որ գիտես, մենք 2 ամսից հետո գնում ենք օվկիանոսից այն կողմ, օրինակ։ Եվ դա որոշակի հոգեբանական բարդություններ առաջացնում, բայց դրանք բոլորը կարգավորվում են, որովհետև դրան փոխարինելու է գալիս հենց այդ մշակութային բազմազանություն, այո, եւ որտեղ էլ որ մենք եղել ենք, ես միշտ իմ երեխաներին ունձերել եմ հնարավորություն գոնե շաբաթական 1 կամ 2 անգամ մեր
որպես կանոն եկեղեցիներին կից միշտ ունենում ենք դպրոցներ, որ գոնե հայրենը շարունակվի, տանն էլ կինս է միշտ հետները աշխատում պարապում, որ Հայաստանից դուրս տարիների ընթացքում երեխաները հետ չմնան։ Գոնե մայրենի լեզու, պատմություն, այդ ամեն ինչը փորձում ենք պահել, բայց դրան գումարվում է օրինակ այս պարագայում ամերիկյան դպրոցական համակարգի տված կրթությունը։ Իրականում դուք ձեր օրինակով այն մոդելի մասին եք խոսում, երբ հնարավոր է պահպանել ինքնությունը նման երկարաժամկետ ճամփորդությունների եւ տարբեր ճամփորդությունների ընթացքում, փոխառելով նաեւ այն, ինչ տալիս է այդ միջավայրը, դրանով նույնիսկ ամբողջացնելով գուցե այդ ինքնությունը եւ դրա իմաստը։ Բայց դա ընտրություն է, թե կախված է հնարավորությունից, թե երկրի ու տեղի, թե մարդու անձնական։ Գիտեք, իմ պարագայում ինքը ի սկզբանե ընտրություն է, այսինքն ես եմ ընտրել այս ճանապարհը, ես եմ ընտրել դիվանագիտական ծառայությունը, ես եմ ընտրել իմ պետության համար ծառայելը, որովհետև ես ընթացքում տարբեր բավականին գրավիչ առաջարկներ եմ ստացել մասնավոր ոլորտ տեղափոխվելու, երբեք չեմ էլ դիտարկել։ Ինձ համար սա իմ արժեհամակարգի մի մասն է, պետության համար աշխատելը եւ պետությունը, պետականությունը ինձ համար բացարձակ արժեքներ են, այսինքն դա չի դիտարկվել երբեք, իսկ հետագա ընթացքում, այսինքն եթե նկատի ունեք այս կամ այն երկրի ընտրությունը, դա ոչ միշտ կարող է լինել ընտրության հնարավորություն, բայց որպես կանոն որոշակի առաջարկներ կարող է լինեն եւ դու կարողանաս ինչ-որ մեկը ընտրել, կարող է քեզ ասեն, որ մենք քեզ այստեղ ենք տեսնում եւ դա էլ իմ կարծիքով չպետք է քննարկվի, այսինքն եթե քեզ պետությունը, ղեկավարությունը քո հիմնարկի գտնում է, որ քեզնից առավելագույնը օգուտ կարող է լինել լավ իմաստով, էլի, օգուտը մի քիչ ճիշտ բառ չի, կոնկրետ այս երկրում մեր դիվանագիտական ներկայացությունում դա ուրեմն այդպես էլ պետք է լինի։ Իսկ ինքնության ընտրությունը։ Ինքնության ընտրությունը, նայեք, ինքնությունը ինձ թվում է մեր ըստ երևույթին մեր ծնողին կարող ենք համեմատել, որը երբեք չենք ընտրում, այսինքն մենք լույս աշխարհ ենք գալիս արդեն մեր ծնողների գոյությամբ եւ իրենց ցանկությամբ ըստ էության, նույնն էլ այն ինքնությունն է, որ մեր մեջ ի սկզբանե սերմանվում է, ես չգիտեմ դա ավելի կենսաբանական մակարդակի վրա է այդ ինքնությունը, թե ավելի հասուն տարիքում, երբ որ սկսում ես մտահորիզոնդ լայնացնել, աշխարհայացքդ փոխել եւ նոր որոշել քո ինքնությունը, միգուցե դա էլ ինչ որտեղ հնարավոր է։ Իմ կարծիքով ինքնությունը մեր մեջ դրված է ի ծնե, ի սկզբանե եւ այ ուրիշ ընտրություն է, երբ որ դու կարողանաս քո ինքնությանը, ինչպես դուք շատ ճիշտ նշում եք, որոշակի էլեմենտներ ավելացնել այլ ինքնություններից, որը քեզ մենք կհարստացնի։ Բայց չեմ կարծում դա պետք է եւ հնարավոր է լինել ի հաշիվ քո մեջ արդեն ձևավորված այդ առանցքի, որը իմ կարծիքով չի փոխվում։ Եվ իրականում շատ կարևոր է, որ նպատակներն ու գործողությունները համընկնում են, այսինքն այն ճանապարհը, որը դուք ընտրել եք մասնագիտական, տանում է գուցե նաև ձեր երազանքների հետևից։ Այո։ Եվ այս կարգավիճակը, այս լինելով Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, ստանձնելով այս պատասխանատվությունը, ինչ փոխվեց ձեր կենսագրության մեջ որպես մարդ եւ ինչ փոխվեց որպես մասնագետ։ Ինչ նպատակներ ունեք փոխելու հյուպատոսության գործունեության մեջ կամ այն աշխատանքներում, որ արդեն կատարվում էին։ Գիտեք, շատ պատասխանատու պաշտոն է իսկապես այն ինչ որ ես հիմա զբաղեցնում եմ, որովհետև բնականաբար բոլորս գիտենք, որ Լոս Անջելեսում միգուցե Կալիֆոռնիայում ընդհանրական որ ասենք բնակվում է մեր ամենաստվար հայկական համայնքը, ամենաստվարներից մեկը, եթե հաշվի առնենք նաև Ռուսաստանի Դաշնությունը, ամեն դեպքում այստեղ այդ համարումը միշտ ունեցել է Լոս Անջելեսը որպես հայության կենտրոն եւ բնականաբար այստեղ աշխատելը արդեն մենակ այն, որ դու գտնվում ես հայկական ամենամեծ համայնքներից մեկում, արդեն շատ պարտավորեցնող եւ պատասխանատու է։ Այստեղի համայնքը, գիտեք, ինքը ամբողջական եւ այսպես խիստ ներառող համայնք, այսինքն դու այստեղ կարող ես տեսնել բոլոր տեսակի, այսպես ասած, հայերին՝ իրանահայեր, սիրիահայեր, եգիպտահայեր, լիբանանահայեր, պարսկահայեր, ռուսահայեր, հայաստանցիներ, այսինքն այս բազմազանությունը շատ դժվար է այլ տեղում տեսնել, այսքան շատ եւ այսքան տարբեր, բայց միևնույն ժամանակ այսքան հայկական։ Այսինքն գլխավոր հյուպատոսության գործառույթները ինչքանով էլ դա առնչվում են իհարկե համայնքային կյանքի եւ համայնքային մեր կառույցների եւ անհատների հետ փոխհարաբերություններով ունեն շատ ավելի կարեւոր
այսինքն կարելի է ասել ոչ պակաս կարևոր քաղաքական աշխատանքի բաղադրատար, քանի որ մենք Կալիֆոռնիայում ենք, այստեղ կա նահանգապետարան, այստեղ կան Լոս Անջելեսի քաղաքային իշխանություններ, այստեղ կան մեր Գլենդեյլ, Pasadena, Burbank, այսպես ասած հայկական մեծ բաղադրիչ ունեցող քաղաքներ, որոնց քաղաքային խորհուրդների, քաղաքային իշխանությունների ղեկավարների, նահանգային իշխանությունների հետ մենք ամենօրյա կոնտակտի մեջ ենք եւ փորձում ենք առավելագույնս առաջ տանել Հայաստանի Հանրապետության շահերը, թե քաղաքական, թե առևտրատնտեսական, թե մշակութային ոլորտներում եւ դրան զուգահեռ իհարկե համայնքի հետ մեր ամենօրյա կապը։ Բացի դա, հաշվի առնելով նույն հայկական, այսպես ասած, էլեմենտը, բնականաբար մեծ պահանջարկ կան նաեւ զուտ հյուպատոսական ծառայությունների, որոնց մեջ են մտնում անձնագրերի փոփոխություններ, լիազորագրեր, քաղաքացիություն, դիմել, հրաժարվել, բազմապիսի հարցեր եւ ես առաջին անգամ է, որ Միացյալ Թագավորությունում իհարկե զբաղվել եմ հյուպատոսական հարցերով, բայց անհամեմատելի մասշտաբների մասին ենք խոսում եւ մեծապես կարեւորում եմ նաեւ այդ բաղադրիչը մեր աշխատանքի, քանի որ դրանով է երբեմն ձևավորվում մոտեցում, կարծիք, ընդհանրապես գլխարհյուպատոսության աշխատանքների նկատմամբ եւ հաշվի առնելով նաեւ հանգամանքը, որ այս համայնքը ուղիղ կապի մեջ է նաև Հայաստանի հետ եւ սրանք այսինքն այն իրադարձություններ, այն մտահոգություններ, այն շարժումներ, որ կատարվում են Հայաստանում, անմիջապես հայելանման այսպես այստեղ ենք նաև մենք զգում։ Այնպես որ օրգանական է այդ կապը եւ ուզենք թե չուզենք մեր շփումը համայնքի հետ նաև այդ պրիզմայի տակով է դիտարկվում։ Իսկ ընդհանուր հպատոսության թե քաղաքական, թե տնտեսական, սոցիալ-մշակութային գործունեության հիմնական առանցքային թիրախը որն է։ Առանցքային թիրախները սկզբունքորեն երևի երկու հիմնական, այսպես ասած, հատվածի կարելի է բաժանել։ Մեկը տեղական շուկան, այսպես ասած, եթե առևտրատնտեսական բանի մասին ենք խոսում վեկտորի, այսինքն խոսքը գնում է մեր հարաբերությունները եւ համագործակցությունը Կալիֆոռնիայի նահանգային իշխանությունների, Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների, առևտրի պալատների, այսինքն պետական, այսպես ասած, փոխգործակցության մակարդակի վրա, բայց եւ ոչ պակաս կարևոր, այսպես ասած, ուղղություն էլ հենց նույն համայնքն է, որը շատ ակտիվ է, այսինքն Հայաստանում ներդրումներ կատարել, այսպես ասած, եւ այնտեղից այստեղ ինչ որ առևտրի եւ ապրանքների ներմուծման, մենք այստեղ շատ հաջողված բիզնեսներ ունենք, բիզնեսմեններ ունենք, մենք ասելով հայ համայնքը, որոնք իրենց ոլորտներում բացառիկ հաջողություններ են հասել, մենք ունենք Հայաստանից այստեղ ներկրումով զբաղվող ընկերություններ, ես հիմա անունը չեմ տա, որ գովազդային բան չի, ամեն դեպքում դա բավականին կարևոր, այսպես ուղղություն է, դրանք կարող եմ գումարել նաև մշակութային կյանքը, վստահ եմ դուք նաև հաղորդման ընթացքում ունեցել եք բազմաթիվ հնարավորություններ շփվելու մեր մշակութային գործիչների, արվեստի ներկայացուցիչների հետ, մի ամբողջ բանակ կա այստեղ Հայաստանից եկած եւ ոչ միայն Հայաստանից արվեստի ներկայացուցիչների, որոնք այնքան բուրն են պահում այստեղ մշակութային կյանքը, որ ես ոչ մի բանով չեմ զգում, որ ես Հայաստանից դուրս եմ այդ առումով։ Անընդհատ ինչ որ միջոցառումներ, ցուցահանդեսներ, ֆիլմեր, համերգների մասին էլ չեմ, անընդհատ ինչ որ շարժ կա, որը նաեւ հենց ձեր վերադառնալով մի բա ինքնության պահպանման հարցին լուրջ, այսպես ասած, ստիմուլ է հանդիսանում հենց այդ ինքնության պահպանման գործում։ Այստեղ չես հասցնում ոչ թե մերվել, այլ օտար, այսպես ասած, տարը չի հասցնում քեզ իրենով անել, որովհետև հայկականությունը շատ ուժեղ է։ Իրականում եւ այդ ամենը ինչ նշեցիք, պահպանում է ոչ միայն հայկականությունը օվկիանոսի այս կողմում, այլ նաեւ շատ ամրացնում է այն կամուրջը, որը կա օվկիանոսի վրա Հայաստանի Միացյալ Նահանգների միջև։ Այո։ Եվ դա արվում է նաև տարատեսակ նախագծերի օգնությամբ, ծրագրերի, հյուպատոսարանը ինչ ծրագրեր ունի, գուցե նաև թիրախային ծրագրեր կան, որ հատուկ թիրախային խմբերի համար են ստեղծվում։ Գիտեք,
Շատ ճիշտ եք նշում, այդ կամուրջը շատ կարևոր է եւ ես օգտվելով առիթից կուզեմ նաեւ առանձնացնել հենց հանրայինի ամերիկյան այս մասնաճյուղը բացելու շատ կարևոր հանգամանքը, որը իմ խորին համոզմամբ այդ կամուրջի համալրող եւ հզորացնող շատ կարևոր բաղադրիչ է դառնում, որովհետեւ բացի առևտրատնտեսական, բացի մշակութային կապերից նաեւ տեղեկատվության հասանելիության հարց կարող է լինել եւ ես շատ ուրախ եմ, որ նախ Հայաստանաբնակ մեր հանդիսատեսը շնորհիվ ձեր հաղորդաշարերի հնարավորություն է ստանում առաջին ձեռքից, այսպես ասած, տեղեկություն ստանալ ինչպես է ապրում համայնք օրինակ Լոս Անջելեսում եւ հակառակը Այստեղ էլ մարդիկ թողարկումների շնորհիվ կարողանում են առաջին տեղեկությունը ստանալ եւ օբյեկտիվ տեղեկություն ստանալ ինչա կատարում Հայաստանում։ Դա շատ կարեւորում եմ, իսկ հյուպատոսության առանձին այդպես ծրագրեր թիրախային չեմ կարող նշել, բայց համայնքի հետ մեր կապերը հզորացնելու ուղղությամբ մենք ունենք ավանդական կրթական ոլորտի, այսպես ասած, համագործակցային ծրագրեր, մասնավորապես ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը կա եւ գործում է, երբ որ համայնքային դպրոցների ուսուցիչներին պարբերաբար հնարավորություն է տրվում այցելել Հայաստան եւ վերապատրաստվել։ Ունենք նաեւ գրքերի տրամադրման նույն դպրոցները, որոնք այստեղ դասավանդում են հայերեն պատմություն, ծրագիրը կա, որ Հայաստանից իհարկե համապատասխան հայտերի դեպքում մենք ապահովում ենք նաև դասագրքերով, որտեղ որ դրա կարիքը կա, իսկ մնացած բոլոր առումներով գիտեք հյուպատոսությունը, գլխավոր հյուպատոսությունը ես ընկալում եմ որպես տուն հայության հայաստանցիների, որը ունի իհարկե իր աշխատանքային ռեժիմը եւ կանոնները, բայց ցանկացած գաղափար, որ մեր հայրենակիցը կարող է ունենալ այս կամ այն ոլորտի հետ կապված, կլինի դա առևտրատնտեսական, կլինի դա մշակութային, կլինի դա գիտական, ես շատ հաճախ ընդունում եմ այստեղ մարդկանց, ովքեր ինչ-որ իդեաներով են գալիս։ Օրինակ վերջերս շատ պատկառելի մի գիտնական այստեղ ինձ մոտ եկավ, որը հողագործության հետ կապված ինչ-որ նորարարություն էր առաջարկում մելիորացիայի։ Մենք բավականին ուշադրությամբ լսեցինք, ինչ-որ առումով փոխանցեցինք Հայաստան, տեսնենք, եթե ինչ-որ մի հետաքրքրություն կլինի, կարող ենք նաև այսպես դրան զարկ տալ եւ ուզում ասել ցանկացած նախաձեռնություն, ցանկացած ուղակի զրուցելու հնարավորություն մենք միշտ պատրաստ ենք այստեղ եւ դրանով էլ ենք փորձում որպես կամուրջ եւ կապ հանդիսանալ մեր համայնքի եւ որտեվ հերավորությունը սարսափելի մեծ է։ Գիտեք, մենք ասում ենք հայկականությունը կա, բայց մեկը ֆիզիկապես հիմա որ դուրս գանք ձեզ ցույց կտամ փոքրիկ ցուցանակել ունենք մեր հյուպատոսության պատին 7200 մղոն մոտ 12-13000 կիլոմետր հեռավորություն կա եւ լոգիստիկ առումով շատ դժվար է լինում գնալ գալ անընդհատ էլի, այնպես որ նաեւ մարդիկ պետք է մի տեղ ունենան, որ կարողանան գալ իրենց եւ նաեւ մեր եկեղեցիները այդ առումով շատ մեծ կարեւորություն ունեն։ Մեր հայրենակիցները ամենից հաճախ ինչ հարցերով են գալիս եւ դիմում ձեզ։ Մեծ մասը հյուպատոսական ծառայությունների հետ կապված են, այսինքն հիմնական ուղղությունը, որը արդիական է հյուպատոսության գոյությունը դարձնում այստեղ, դա այն է, որ մենք կարողանում ենք հոգալ իրենց հյուպատոսական կարիքները։ Այսինքն մարդը անձնագիրը ավարտվում է, գալիս են դիմում են անձնագրի համար, մեկը ինչ որ իրավական գործողություն ունի կատարելու, գալիս են լիազորագիր, նոտարական վավերացում են ստանում, շատ դիմում են քաղաքացիություն ստանալու համար։ Որոշ միտում նկատվում է քաղաքացիությունից հրաժարվելու հետ կապված նաև կախված նրանից թե ով է գալիս, եթե գալիս են հայաստանյան ավելի շուտ Հայաստանի կողմից եկած մեր քաղաքացիները, նրանք քաղաքացիության հետ կապված անձնագրային հարցեր են, իսկ մյուս հայրենակիցները, որոնք ոչ պարտադիր է որ լինեն Հայաստանի քաղաքացի, այլ հյուպատոսական հարցեր ունեն, լիազորագրերի բաների հետ կապված, նաև գիտեք ոնց ուղղակի անհատական հարցերով են մարդիկ հաճախ գալիս։ Իրենց շատ հաճելի է իմանալ, որ կա միտեղ համայնքում մի շենք, մի միավոր, որը իրենց կընդունի, կնստի, կլսի, չգիտեմ։ Ես շատ մեծ ուշադրություն եմ դարձնում նաև այդ անհատական շփումներին, մոտեցումներին, որովհետև շատ զբաղված լինելով հանդերձ մենք միշտ կարողանում ենք գտնել հատվածներ ժամային, որ կարողանանք մարդկանց ընդունել, նստել, զրուցել, բայց հիմնական, այսպես ասած, ուղղությունը հյուպատոսական ծառայությունների։ Եվ մենք նկատեցինք, որ դուք միշտ գտնում եք այդ ժամանակը, որովհետև անկախ ձեր հագեցված գրաֆիկի կարողացաք նաև մեզ ընդունել, ինչի համար շատ շնորհակալ ենք։
եւ շատ տպավորված վերադառնալու ենք, բայց նախքան հեռանալու ունենք 3 բլից հարցեր, որոնք որ վերջում միշտ հնչեցնում ենք։ Դե Հայաստանից հեռանալիս 3 իր ինչ եք վերցնում ձեզ հետ։ Օբյեկտիվ կասեմ, բան գեղեցիկ պատասխան չեմ տա, կասեմ ինչ որ կա։ Առաջին հերթին վերցնում անձնագիրս, որովհետև երկրից դուրս գալուց փոքրիկ սրբապատկեր, բայց ոչ կռապաշտության համար, այլ մի բան, որ ինձ համար շատ կարևոր է։ Ես միշտ մանավանդ երկար ճանապարհորդելուց առաջ միշտ փորձում դա հետս ունենալ։ Եվ երևի իմ տան բանալին, որ հետ գալուց միշտ կարողանամ իմ տան դուռը բացել։ Ինչ կմաղթեք հային ու Հայաստանին։ Հային ու Հայաստանին առաջին հերթին մաղթում խաղաղություն։ Անամպ երկինք բարիս բուն եւ նաեւ փոխավերական իմաստով։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը, մեր ազգը կարողանա խաղաղ պայմաններում ստեղծել, որովհետեւ մենք իսկապես շատ ստեղծարար ազգ ենք եւ իզուր չի այսքան հազարամյակ մենք պահպանել ենք մեզ, մեր ինքնությունը։ Ես վստահ եմ մեր պայծառ ապագային եւ խաղաղություն եմ ուզում։ Եվ ամենավերջում Ամերիկայի Միացյալ Նահանգները այնուամենայնիվ ձեզ համար օվկիանոսից այս կողմ է, թե այն։ Այն կողմ, այն։ Այս կողմ է այս պահին, քանի որ ես այստեղ եմ, ինձ համար այս կողմ է, բայց Հայաստանից բացի ամեն ինչ ինձ համար օվկիանոսից այն կողմ է։ Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն, որ ամերիկյան հատուկ զբաղվածության եւ գրաֆիկի մեջ նաեւ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է օվկիանոսից այն կողմ հաղորդաշարը։ Սպասեք մեզ, կհանդիպենք։